Երաժշտությունը եւ կրոնը վերլուծական հոդվածի հեղինակը Դանիել Երաժիշտն է։ Արզասյան պատարագի մասին է գրել խմբավար Մարգարիտ Ոսկանյանը։ Ռոք երաժշտության տիպաբանական առանձնահատկություններին է անդրադարձել կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։ Երաժշտական Հայաստան 50-րդ հոբելյանական համարում կարդում ենք նաև ակնառու երաժիշտների գործունեության մասին Երևանի Պետական կոնսերվատորիայի ամբիոնների պատմությունից շարքում։ Ընթերցողները, նաև երաժիշտները, հոդվածագիրները, որոնք ակտիվ թղթակցել են ամսագրին, եկել էին շնորհավորելու միմյանց հոբելյանական համարի առթիվ։ Նման երաժշտագիտական պարբերական ունենալու կարիք շատ էր զգացվում նորանկախ Հայաստանում։ Այդ տարիներին կոնսերվատորիայի ուսանողները մագիստրական թեզերը հրապարակելու տեղ չունեին։ Նաև երիտասարդ կոմպոզիտորների, կատարողների գրանցած հաջողությունները լուսաբանելու անհրաժեշտություն կար, ասաց ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը։ Այդ տարիների ռեկտոր Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ժողովածու, որում տպագրվել են առաջին երաժշտագիտական ու վերլուծական հոդվածները։ Տարիների ընթացքում երաժշտական Հայաստան ամսագիրն ինչպես երիտասարդ, այնպես էլ բազմավաստակ երաժիշտների համար դարձել է կարևոր հարթակ ներկայանալու մասնագիտական քննարկումների, վերլուծությունների համար։ Ամսագիրն այս տարիների ընթացքում անդրադարձել է գրեթե բոլոր ժանրերին՝ էստրադայինից մինչև դասական, ակադեմիական արվեստ։ Թղթակցում են կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, նաև Սփյուռքից թղթակիցներ կան։ Երաժշտական Հայաստան ամսագիրը բազմալեզու է, բնագրերը հրապարակվում են առանց թարգմանության։ Հիմնականում բարձ է արևելահայերեն է։ Եթե Սփյուռք արևմտահայերեն է գրում, մեր սիրով մենք ի սկզբանե առաջի համարից մինչև հիմա տպագրում ենք, նույնիսկ գրափար եթե ասենք լինում են նյութեր, սիրով տպագրում ենք, ունենք ֆրանսերենով գրած տպագրված նյութեր, գերմաներենով, հատկապես Տերտերյանի հոբելյանական ամսագիրը, որ տպեցին, բազմաթիվ նյութեր կային, որ գերմաներենով, քանի որ տարածված է նրա արվեստը Գերմանիայում։ 50-րդ հոբելյանական համարի կողքին ամսագրի առաջին օրինակն է։ Սա ամենից շատ 500 օրինակ տպագրված ամսագիրն է։ Նախկին 4-ի փոխարեն հիմա տարեկան լույս է տեսնում 2 համար, ավելի մեծ ծավալով, բայց պակաս տպաքանակով 150 օրինակ։ Այն ընթերցելու հնարավորություն ունեն նաև արտերկրում։ 2005 թվականին ստեղծվել է նաև երաժիշտ ամսաթերթը։ Երաժիշտը յուրատեսակ մի հարթակ է, միակն է կարելի ասել իր տեսակի մեջ, որտեղ տեղի ունենում անդրադարձ եւ հոդվածների եւ վերլուծական նյութերի տեսքով մշակույթի, մասնավորապես երաժշտական արվեստի գրեթե բոլոր երևույթների մասին։ Երաժշտագետների խոսքով ամսագիրը նպաստում է հայ երաժշտարվեստի պահպանման ու տարածմանը։ Այս տարիների ընթացքում լույս են տեսել մի շարք մասնագիտական գրքեր եւ նոտաներ։ Հաջորդ տարի երաժշտական Հայաստանի խմբագրակազմը կնշի ամսագրի 20-ամյակը։ Իդեպ ամսագիրն ունի նաև էլեկտրոնային հասցե։ Երաժշտական նորությունները հասանելի են conservatori.am կայքեջում։ Մարի Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Ձայնագիր։